պատմեմ ձեզ մեկուսարանի պայմանները անտանելի են, ընդհանրապես կարելի ասել ոչ միայն մեր դեպքով է պայմանը անտանելի, այլ բազմաթիվ դեպքերով վերջի շրջանում իմ բոլոր պաշտպանյալները, ովքեր գտնվել են մեկուսարաններում, նրանց պայմանները ուղղակի չեն համապատասխանել ոչ ազգային ստանդարտներին, ոչ միջազգային ստանդարտներին։ Եվ 2 օր առաջ մենք իմացանք, լուր լսեցինք, որ նորից մարդ է մահացել կալանավոր մեկուսարանում, դա Արմավիր քրեակատարողական հիմնարկներ, այսինքն կալանավայրում մարդ է մահացել։ Ինչու են այդքան շատ այդ դեպքերը մահվան, որովհետև մարդիկ հիվանդ են այնպիսի հիվանդություններով, որոնք անհամատեղելի են կալանքի հետ եւ կրում են կալանք։ Մինչդեռ այս պայմաններում միանշանակ նրանց պետք է ազատեին կալանքից եւ հնարավորություն տային բուժվելու եւ հնարավորություն տային իրենց կյանքը երկարաձգելու։ Մինչդեռ այս պայմանները խախտվում են։ Հիմա պարոն Ղուկասյանի պահման պայմանների հետ կապված, այո, արգելում են նյութեր տրամադրել, ասում եմ բացառապես նյութերը պետք է վերաբերվեն այն գործին, որը իրենք կատարում են գրաքննություն։ Այսինքն այն փաստաթղթերը, որ մենք իրեն փոխանցում ենք, ամբողջը զննում են, քննում են, թե ինչի մասին է։ Բացի այդ, պայմանները մեկուսարանում հետևյալն են, 15 մետր խուց է, 15 քառակուսի մետր խցում պահվում են 4 կալանավոր, որոնցից 2-ը օրինակ ծխող են, իսկ պարոն Ղուկասյանը ծխող չէ, եւ ինքը հիմա գտնվում է պասիվ ծխողի կարգավիճակում։ Ունի բավականին լուրջ հիվանդություններ, որոնք նույնպես անհամատեղելի են կալանքի հետ։ Օրինակ, շաքարային դիաբետ 2-րդ տիպ, լաբիլ ընթացքով, այսինքն լաբիլ ընթացքը այն է, որ ես եմ հրավիրում բուժքույրին, ասում եմ հենց հիմա իմ մոտ չափեք նրա շաքարի պարունակությունը արյան մեջ, կարող է լինել 20 եւ կարող է լինել 2-3, այսինքն այդ տատանումը, որ 20 է բարձրանում եւ 3 է իջնում, մարդու մոտ առաջացնում է կտրուկ առողջական խնդիր, ընդհանուր միջև կարող է կոմայի մեջ ընկնել մարդը։ Հաջորդ խնդիրը դա սրտի հետ է կապված, աորտայի անիվրիզմա, ովքեր որ կարդիոլոգ են, սրտաբան են, նրանք գիտեն, թե դա ինչ վտանգ է ներկայացնում մարդու առողջության համար։ Դուք հականատեսը եղաք ամսի 7 նոյեմբերի, երբ նրան շտապօգնության մեքենայով հոսպիտալացրեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում։ Բժշկական կենտրոնը պատրաստ էր տրամադրել համապատասխան լիարժեք ամբողջական բուժօգնություն, քրեակատարողական ծառայության պետը հավանաբար կամ չգիտեմ ում կարգադրությամբ եկան առավոտ շուտ եւ պարոն Ղուկասյանին առանց շտապօգնության մեքենայի հետ տեղափոխեցին նորից խուց ընդհատելով բուժօգնության տրամադրումը։ Մինչդեռ դուրսգրման էպիկրիզով հաստատված է, որ նա կարիք ունի լրացուցիչ սրտի այդ աորտայի եւ այլի հետազոտման, որպիսի պարզվի դրա բուժման եղանակները։ Արիթմիան ինչպես պետք է բուժեն, մնացած հարցերը ինչպես պետք է բուժեն, սրտի հետ կապված։ Բացի այդ գրված էր, որ պետք է ունենա հնարավորություն մշտադիտարկման էնդոկրինոլոգի եւ կարդիոլոգի կողմից։ Այս ամենը ամսի 7-ից սկսած տեղի չի ունեցել։ Այս ամենի հետ կապված մենք բազմաթիվ բողոքներ եւ դիմումներ ենք ներկայացնել, ընդհանուր միջև իր բուժող բժիշկները իրեն այցելեն, նույնիսկ դա է մեզ արգելվել։ Այո, MIP-ին դիմել ենք, MIP-ը այս հարցով որևիցե գործառույթ չի իրականացրել, որևիցե աջակցություն չի ցուցաբերել։ Հիմա մենք լրացուցիչ նորից հայտարարություն ենք, ընդհանուր մինչև այս պահը բոլոր այն փաստաթղթերը, որը վերաբերում են պարոն Ղուկասյանի առողջությանը, անձամբ իրեն չեն տրամադրել։ Իր փաստաթղթերը ինձ պատասխանում են, որ դա բժշկական գաղտնիք է, ձեզ չեն կարող տալ, մինչդեռ պարոն Ղուկասյանը հայտարարությամբ է հանդես եկել, որ բոլոր այդ թվում բժշկական գաղտնիք հանդիսացող փաստաթղթերը տրամադրեք, բայց այդ պոակ կոչեցյալը, որը ղեկավարում է Կամո Մանուկյանը, որի պատասխանատվության տակ էր մտնում 2 օր առաջ այն դեպքը, որ մարդը մահացավ Արմավիր քրեակատարողական հիմնարկում, այս Կամո Մանուկյանը ինչ որ պարբերաբար ինձ նամակներով պատասխանում է, որ այս հղումն է կատարում, այն հղումն է կատարում, բայց չի կատարում իր ուղղակի պարտականությունները։
Հարաբյան, այս ընթացքում կներեք, այս ընթացքում երրորդ մեղադրանքն առաջադրվեց պարոն Ղուկասյանը, նաև Սպարտակ Ղուկասյանին, կպնչեմ այդ մասը։ Հիմա տեսեք, ես նոր դահլիճում էի եւ դահլիճի ոստիկաններն են, ոստիկանների ցուցմունքի հիման վրա ծնվել է այդ երրորդ մեղադրանքը շինծու։ Որևիցե ձայնագրությամբ, որևիցե հայոյանք դատարանը չի հետազոտել այն օրվա գիշերվա դատական նիստի ժամանակ։ Ես եկել էի, իհարկե մի քիչ ուշացա, որովհետև այլ դատական նիստ ունեի, ես պետք է ներգրավեի եւ պետք է հայտարարությամբ նաեւ հանդես գայինք, որ այս դատարանում, այս դատավորը, երբ հեռացել է դատարանի դահլիճից, անկախ նրանից նա հեռացել է, բայց իմ պաշտպանյալս, պարոն Ղուկասյանը եւ Սպարտակը գտնվել են դատարանի դահլիճում եւ իրենց նկատմամբ հաստացի երրորդ գործն է կարվել, ում կողմից դատարանի դահլիճում գտնվող ոստիկանների ցուցմունքների հիման վրա, այսինքն որևիցե իրավախախտում չի եղել, բայց ինչ որ ոստիկաններ, որոնք ուղեկցում են, գնացել են ցուցմունք են տվել, որ իրանք լսել են ինչ որ խոսակցություններ, խոսքեր են լսել, որոնք իբրև թե խուլիգանություն են։ Այսինքն սա ինչ է նշանակում, դատարան գնալը արդեն իսկ ռիսկային է Սպարտակ Ղուկասյանի եւ Վարդան Ղուկասյանի համար, որովհետեւ կարող են գալ դատարան, մեկ է մարդիկ գան, օրինակ, լինեն կին կարգադրիչներ, ասեն իրենց, չգիտեմ, այլ մի ոտնձգություն է կատարվել, այսինքն արդեն դատարանը դարձել է ուղղակի ռիսկային գոտի նաև այլ մեղադրանքների համար։ Հիմա այդ ռիսկային գոտում են նրանք գտնվել, որ երրորդ մեղադրանքն է նրանց նկատմամբ առաջադրվել, այն էլ ոստիկանների ցուցմունքի հիմա այն 100 տարվա ձեռագիրը, որ ոստիկանների ցուցմունքների հիման վրա մարդկանց կալանավորում էին, հիմա նույն ձևի շարունակվում է։ Այդ 100 տարվա ձեռագրի մեջ մտնում էր Սպարտակ Ղուկասյանի կալանավորումը։ Բացի այդ դատավոր Տաթևիկ Մուրադյանը հատուկ ջանասիրությամբ, պատկերացրեք, փակել է բոլոր հնարավորինս տեսակցությունները եւ շփումը Սպարտակ Ղուկասյանի եւ նրա անչափահաս երեխաների հետ, կնոջ հետ, մոր հետ, այսինքն դա ինչ պետք է աներ։ Հիմա հարց է առաջանում, այս դատավորը մայր չունի, չկա, դա չի կարող հիմնավորվել, դա հնարավոր չի հիմնավորել, բացարձակ անհիմն, այսինքն նախ պետք չէր այդպիսի դատականանք կայացնել, այն էլ այդպիսի դաժանությամբ դատականանք։ Հետևաբար այս պայմաններում դուք ինչպես եք պատկերացնում արդարության հասնելը, դա հնարավոր է։ Մի շարք խնդիրներ դուք նշեցին, որոնք այդպես Գիտեք, շատ դժվար է, իմ փորձը ցույց է տալիս, որ պետք չէ իհարկե նահանջել, պետք է պայքարել, մեկ ամիս եւ ավելի, մի քանի օր ավելի արդեն պարոն Ղուկասյանը կալանքի տակ է, իհարկե դժվար է եւ հատուկ են անում այդ պայմանները, ես ձեզ ասեմ, այդ պայմանները, որը 15 քառակուսի մետր խցում ոչ միայն ծխողներն են, չծխողների հետ, այլ նաեւ այդտեղ է գտնվում նաեւ տուալետը, որը անջատվում է խցակիցներից ուղակի վարակույրով։ Այսինքն սա ուղղակի անմարդկային վերաբերմունք է այդ խցում պահվող մարդկանց նկատմամբ, որտեղ չկա նաև օդափոխություն, այսինքն 24 ժամ մարդը գտնվում է մի խցում, որը եւ տուալետ է, կներեք, եւ քնելու տեղ է, եւ հաց ուտելու տեղ է, եւ հանգստանալու տեղ է, եւ, չգիտեմ, ապրելու տեղ է։ Այսինքն դա այդ միջավայրը այդպիսին է։